հեռուստացույցը անջատեմ, տեղավորվեմ, այստեղ պետք է անեմ այսօր նկարահանումը, տեղավորվեմ եւ սկսեմ մեր վլոգը, սիրելիներս, եկեք հարմար տեղավորեմ տեսախցիկը մոտ, որ ձեզ տեսնեմ, դուք էլ ինձ տեսնեք մոտիկից, այսպես ես ինքս ինձ տեսնեմ, որ դուք էլ ինձ տեսնեք մոտիկից, ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ողջունում եմ բոլորիդ եւ լավ օր եմ մաղթում բոլորիդ։ Նոր տեսանյութ եմ սկսել նկարահանել, տեսանյութը ինչ նկարահանելը, ասեմ, որ տեսանյութը կլինի երևի թե առանձին վլոգ, որովհետև անակնկալ նվեր ունեմ, անակնկալ նվերը հիմա կասեմ ումից է եւ ունեմ գնումներ կատարած, մի խոսքով մի ճանցնեմ անակնկալ նվերիս եւ գնումներիս, ուզում եմ սրտիկներս հայտնել իմ շնորհակալությունը բոլորիդ, հայտնել իմ սերը բոլորիդ, հարգանքը, գնահատանքը, որ դուք բոլորդ իմ ալիքում եք, որ միանում են ինձ նոր հետևորդներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ, միանում եք իմ ալիքին, դիտում եք, գրում եք գեղեցիկ մեկնաբանություններ, սիրում եք ինձ, իմ ընտանիքը, իմ վլոգը, իմ երեխաներին, այդ ամեն ինչը էկրանից այն կողմ փոխադարձ է ձեր մեկնաբանություններում, ես կարդում եմ, զգում եմ, այդ էներգիան գալիս է ինձ, ես էլ այսպես էներգիայով լեցուն, պարտավորվածություն ունենալով արդեն ձեր հանդեպ, որ սպասում եք ինձ ու իմ ալիքի վիդեոներին, ես նկարահանում եմ սիրով ձեզ համար, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ։ Դե ինչ, եկեք անցնենք նկարահանումներին, այստեղ տեսնում եք ինչպես տոպրակներ է կողքս դրված, տոպրակները շրջել եմ հաջորդ մի կողմի վրա, որ իրանց վրա չերևան բաները, որովհետև չգիտեմ միգուցե խախտում դա համարի YouTube-ը, բայց ամեն դեպքում ես իմանալով այդպես կնկարահանեմ։ Ուզում եմ պատմել ու կիսվել ձեզ հետ, անակնկալը ում կողմից է, եկեք անակնկալից սկսենք, ուրեմն մայիսի սկզբներին, ճիշտն ասած, ամուսնուս ցույց տվեցի մի հատ բոթազներ, նկարը ցույց տվեցի, քաղաքխանութում տեսել էի, ասեցի սերը սրանք եմ ինձ ուզում, երբ կհարմարացնես, իջացնես, որ գնեմ ու դրա հետ մեկտեղ գնեմ ինձ կարիճնիվի համ բոթազները, համ բաները, ջինսը լայն տաբատ էի ուզում վերցնել դրանց հետ ու ընդհանուր լուք հավաքեի, մի խոսքով, ես այդ նկարը իրան ցույց եմ տալիս ընդամենը մի անգամ, դե խանութը հարցնում է որտեղ չի, ասում եմ որտեղ է, որ իջնենք, ինձ տանես, ես գնումներ կկատարեմ, հետ կգանք տուն, հովուլեմ ինչ պարտեզում կլինի։ Մի խոսքով գնումները արել եմ մի 2 օր առաջ, 1 թե 2 օր առաջ, իսկ դրանից 1 օր առաջ էլ ստացել եմ իմ անակնկալ, ոնց որ մի քանի օրվա, սենց մի 3-4 օրվա բանը, տարբերությունա նկարահանումս տալիս, առաջվա, ու բանը, մի օր երեկոյան գալիս է տուն, այս տոպրակը ձեռքին, այս մի տոպրակը իրա ձեռքին, մտնում է տուն, առանց ինձ զանգելու ոտքի չափս հարցնելու, չնայած շատ են գնումներ կատարել, գիտի, որ են փակ իմ սովորական փակ են հաստոտը որն է, դե օրինակ իզիներ կտորից հագնում եմ, իզիներ ու բասանոշկա, իմ ոտքի համարը 38 եմ ես հագնում, իսկ արդեն սապոկ ու մի քիչ են ձիքոտ բոթազները, ավելի փակ ու աշնանային խորը, ես հագնում եմ 9, ինքը դրանց բանին տանելով, էլ ինչ չի զանգում, ռազմեր չի հարցնում, ոչինչ չի հարցնում, եթե ես հիշեմ իրա բերած բոթազները ուջուր վլոգ բան եմ արել, կտեղադրեմ, բայց դրանք հետ տարավ, առանց ինձ հարցնելու, որ ես իզիներ որ համարն եմ հագնում, ինքը բերել էր հենց այդ նույն նկարի բաները, իզի էլ չեն իրանք, ավելի շատ սենց սպորտային հեսա ցույց կտամ, բոթազներ են, բայց կտորից տարբերակով ավելի հով, ավելի ամառային սենց, բերում է ինձ այդ բոթազները տոպրակը ձեռքը մտնում է ներս, անակնկալ է անում, շատ ուրախանում եմ անակնկալից, շատ ուրախանում եմ, որ հենց իմ ուզած բոթազներն է, իմ ուզած գույնն է կարիճնիվի, բայց որ հագնում եմ մեծ է լինում հագիս, անենց էր մեծ, որ դուրս էր գալի ոտքս, թե չէ կպահեի, ուզում եմ ասեմ 39 բոթազներ հագնում եմ կպահեի, բայց չպահեցի, որովհետև իրանք դուրս են գալի իմ հագից, կտոր տարբերակ էր ավելի մեծ էր ոտքիս, մի խոսքով շատ ոգևորվում եմ, շատ ուրախանում եմ իրեն շնորհակալությունս հայտնում եմ, սենց էլ եմ իրեն հայտնում հավես անակնկալի համար,
Բայց հետո ինքը հաջորդ օրը պայմանավորված է լինում արդեն նախապես եւ որ մեծ ու փոքր լինի, խնդիր չի լինի հետ վերադարձի, գնում է եւ ինձ բերում է դրանց այդ բոթազների, եկեք տուփներ չանեմ, այսպես այս գույնը, քանի որ արդեն գնում է բերելու, էլ դրա կարիճնիվի ութը չի լինում, նույն սրա, նայեք սիրելիներս, ինձ սիրուն է, շատ սիրուն է, ինքն էլ սա էլ է շատ անուշ գույն, շատ հավես է ինքը, ես ուզում եմ այսպես ցույց տամ, այս դիմացի մասով սենց ինքը կարշի է, սրանք էլ արդեն դե կտոր տարբերակն է, հով, հավես, ամառային, ես սիրում եմ ամառը համ բասանոշկաներ եմ հագնում, համ սենց բաներ պարտադիր է, որ արագ ու թեթև ոտքիդ տնես ու գնաս, մի խոսքով ինքը տարավ այդ կարիճնիվիները հետ տվեց ու չեր եղել կարիճնիվի ութը ու ընտրել այս սիրուն գույնը, կրեմվի է ինքը շատ սիրուն, եթե հանկարծ տեսախցիկը ինչ չփոխանցի, ինքը շատ սիրուն, սենց կրեմվի գույնը, այնքան թեթև են, ոնց որ ձեռքիս բան չլինի։ Մի խոսքով, սա էլ իմ ամուսնյակիս անակնկալ նվերը ինձ, շնորհակալ եմ իրեն, գեղեցիկ նվերի համար, շնորհակալ եմ, որ ինձ ուրախացրեց եւ իմ ուզած բանը բերել էր, որ սենց պետք է ինձ տաներ քաղաք, բայց ինքը անակնկալ ձևով բերել էր։ Սա այսպես, սիրելիներս, հիմա կուզեք ես արժեքը կասեմ, արժեքը 6800 դրամ, գիտեք, այդ խանութը այնքան բան է, լավ խանութ է, ինքը համ ունի որակյալ ապրանք ու գները այսենց մատչելի, ինչի համար եմ ասում որակյալ, իրանց մոտից շատ են գնումներ կատարում, ամուսինս էլ, ես էլ, երեխաների համար էլ ապրանքը որակով է ու շատ նայեք, ինքը ընդամենը 7000 դրամ արժե, բայց ինչքան գեղեցիկ ու լավ տեսք ունի։ Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր ստեղի աշտարակի տարբերությունը ունդեղինը, թեկուզ կլինի հենց այս նույն առանց տարբերության մոդելի կամ ինչ-որ բանի, որակի, հենց այդ նույնը կարաստեղ բավականին տարբերություն տա, բայց ստեղից էլ ենք անհրաժեշտության դեպքում գնում, ստեղ էլ շատ լավ խանութներ կան, ստեղ էլ տարբեր խանութներ լիքը ունենք, որոնք ունեն ընտիր որակով ապրանքներ, օրինակ ես ինքս բրենդների չեմ վազում, բրենդամոլ չեմ սենց ասած, բայց բանը տալիս եմ, որ գնեմ որակով ապրանք ու մի հատ ստեղ միջանկյալ իմ հետևորդներից արդեն մի քանի հոգի վաղուց էին տվել, մի քանի վաղ վլոգներ առաջ էլ նորից եղավ այդ նույն հարցը, անդրադառնամ սիրելիս ձեր հարցին, ես գրել էի, որ կանդրադառնամ, ինձ գրել էին, որ Անի ջան թեմուից պատվերներ չես անում, կուզենանք անբոքսինգներ տեսնել, մենակ ինքը չի եղել է դրանից շատ առաջներ, էլի հետևորդներ, որ ինձ գրել են Անի ջան թեմուից պատվերներ չես անում, անբոքսինգ նկարես, ասեմ, որ ոչ սիրելիներս, իր զարմանս բոլորիդ, ես երևի թե Հայաստանում միակ մարդն եմ, որ թեմուից երբեք չեմ օգտվել, չգիտեմ կօգտվեմ հետո թե չէ, բայց ինձ մի ձևի սենց չի ձգում, սենց ասեմ, գիտեմ, որ շատ շատերն են օգտվում, շատ լավ է, լսում եմ, տեսնում եմ, ես ինքս անբոքսինգներ, ռեկլամներ միգուցե սենց լիքը բաներ, բայց ես ու իմ ընտանիքը թեմուից պատվերներ չենք անում, այլ որ Viber-ից արել եմ, անում եմ, կանեմ, բայց հաճախակի չէ էլի, ես կարող այ սենց գնամ խանութները, տեսնեմ ապրանքը, զգամ եմ, ոնց ասում, փորձեմ, որ հետ ու առաջ էլ չանեմ, նախ իմ համար ամենակարևորը ժամանակն է, լուրջ եմ ասում, ինձ չթվա, որ այդ թեմուն, թե Viber-իսը, թե չգիտեմ, լիքը այդ օնլայն շոպերը իրանք մարդուց տանում են լիքը ժամանակ, բավական ժամանակ, ու ես դա կարամ Viber-իսի բանով ասեմ, որտեղ Viber-իս շատ եմ արել, անում եմ, կանեմ, բայց թեմու էլ արդեն երևի թե ոչ, որովհետև նախընտրում եմ թեկուզ սովորական խանութից, բայց գնամ տեսնեմ, համ էլ որակն է իմ համար շատ կարևոր, իդեպ ասեմ,
Գիտեմ, շատերը գովում են, որ որակով ապրանքներ էլ կա, լավն էլ կա, վատն էլ կա, խանութներում էլ այդպես։ Նենց չի խանութում լավ ու վատ չկա, ուղղակի պետք է ընտրես թեկուզ մատչելի, բայց լավ որակով, չէ՞ ապրանք ենք բոլորս ուզում։ Ես օրինակ այդպես եմ, մեր մոտ աշտարակում, սիրելիներս, նենց խանութներ կա, նենց հագուստներ կա, չեք պատկերացնի, կարող է նույնիսկ նենց չի տարբերվում է քաղաքից, քաղաքի բաներից շատ ֆիրմային խանութներ կան, շատ օրիգինալ ապրանքներ կան, շատ որակով, ընտիր ապրանքներ կան։ Ու ես հիմա այս իմ գնումը, այս իմ գնումները կատարել եմ աշտարակի խանութներից մեկից, որտեղից շատ եմ անում գնումներ, որտեղից շատ եմ օգտվել, այնքան գոհ եմ ես իրանց ապրանքներից, թե կլինի կարի հետ, թե մատերիալի հետ կապված։ Ունեն լուքս կոփիներ, որոնք որ այսպես տոպ-տոշն է, ոնց են ասում, չի այսպես մի մաս տարբերվում, օրինակ այդ բանից, օրիգինալից չի տարբերվում։ Ես նախընտրում եմ գնել որակով, ինչ որ միտեղ էլ մատչելի, քանի որ հագուստը նենց չի, որ հավերժ պետքա հագնես, չեք պատկերացնի, ես նախ, սենց ասեմ, շատ հագուստներ ունեմ, շատ, չափից շատ, այս գարնան սկզբին ես բավականին, որ ասեմ մի 3-4 մեշոկ ու նույնիսկ ավել դուրս գրում եմ արել, դե բնականաբար չեմ կիսվում ձեր հետ, սիրելիներս, չեմ կիսվել, նվիրատվություն եմ արել, ուղարկել եմ, որ կհագնի, որովհետև դրանք նույնիսկ թե կլինի բոթազներ, կոշիկներ, բարձրակրունկներ, ամեն ինչ կուրտկաների հետ կապված, հագուստների, ամեն ինչի հետ կապված ես պայուսակների դուրս գրում եմ անում ժամանակ առ ժամանակ, նենց չի, որ մինչև այս վլոգները նկարել է, ես գնումներ չեմ արել կամ դուրս գրում արել եմ, ուղղակի կադրից դուրս եմ արել։ Մի խոսքով, բայց սենց միջանքել ասեմ, որ իմանաք, սիրելիներս չեմ անում Թեմուից պատվերներ, չգիտեմ, հետագայում կանեմ, թե չեմ անի, բայց ես Թեմուն ինչ կա գոյություն ունի ու ինչքան սենց բանը, ես չեմ անում, չենք օգտվում մենք Թեմուից։ Սա է ձեր հարցերի պատասխանը։ Ես համել իմ մեջ այս տարի սենց բան էի դրել, որ ես եթե պետքա կոպիտ ասած, հիմա որ ասեմ նույնիսկ չեք հավատա, ես ունեմ իմ պահոցի մեջ այնպիսի հագուստներ, որոնք պիտակները վրաներն են։ Ես հետո դրանք կարողա նվերներ տամ, չգիտեմ, կամ հետո հագնեմ, բայց ուզում եմ ասել, ես իմ առաջ նպատակ եմ դրել, որ այլևս անպիտան ասելով ինչի համար, ավելնորդ գնումները ծանրացնում է ինձ։ Ես է որ պետքա հետո նայեմ դուրս գրում անեմ, ավելի լավ է ես այդ գնումները չկատարեմ, ավելի լավ է թեթև ապրեմ, որովհետև տեղել այդ ամենտեղ պետքա իր բանի հագուստները գնես, ես ամեն ինչ ունեմ սիրելիներս, նենց չի գլուխս չեմ գովում, նենց չի պարծենում եմ կամ չգիտեմ ինչ, ես տարբեր ոճի, տարբեր գույների, տարբեր դիզայնի, ամեն ինչ կլինի ձմեռայինից մինչև ամառվա տեսականին ու շատ է ինձ մոտ, շատ է կուտակված եղել ես դուրս գրում եմ արել բավականին ու էլի կանեմ ու սենց մի խոսքով սա էլ սրա մասին անհրաժեշտության դեպքում գնումներ սիրում եմ անել խանութներից ես օրինակ գտնեմ ինձ անհրաժեշտ է, մեզ չի ես բոթազներ չունեի, բայց որոշել էի այս անգամ կարիշների գույնը ձեռք բերել, համ տաբատը, համ բոթազները, բայց չեղավ, ասեմ, որ տաբատն էլ չեղավ, եկեք անցնեմ գնումներին, իմ բանը ցույց տամ, տաբատը ցույց տամ, եկեք գիտեք ինչ անեմ, եկեք այս հենց պահեմ, բայց գինը ցույց կտամ առանձին, եկեք հեռու դնեմ, որ դուք էլ տեսնեք, տաբատս, այսենց ինքը շատ սիրուն, հոլիդե, որ բան լինի կփորձեմ, նայեք, մի ու գրվածքով, ինքը որակը շատ լավ, այդ խանութը, որ ես ասեցի, որտեղից ես օգտվում եմ, նախաշտարակում շատ խանութներ, սենց կարող է մեծ թվա, մեծ չի, սիրելիներս, ինքը հոլիդե ոճն է, շատ հավեց այսենց ոճա, որը ինձ շատ սազում է, կհակնեմ, հաքի վրա էլ կտեսնեք, կհամոզվեք, այդ խանութը որտեղ որ ես ասում եմ ապրանքները օրինակ սա ես գնել եմ զեղչով 10,900 այսինքն 11,000 եմ ես սա գնել ինքը դնում է շատ լավ զեղչ էր
չեք պատկերացնի, ինքը նայեք ինչ ճոնտիր ջինսը, փափուկ, հավես, այսպես թեթև, ես սրա կարիչնիվին էի տեսել, այս ոճի մեջ, բայց կարիչնիվին ոնց որ ասում է, այս անգամ համ ջինսը չկար, իմ ուզածը, համ էլ բանը չկար, բոթազները, որ ես վերցնեի, սրանք հագած ձեզ արդեն ձեր հետ կկիսվեն, եկեք մոտիկ դնեմ, ոնց որ կարիչնիվի բան չէր էլի, այս անգամ գնումներս տրամադրվել որ վերև բոթազներն ու ջինսը կարիչնիվի լիներ, ոչինչ, դա հաջորդ անգամ գնում կանեմ, բայց պատկերացրեք, սենց տրամադրվել է, իմ մոտ հիմա տենց է, առաջ մանավանդ մամայենցս տանը, որ ասում է խելքից դուրս, իրոք խելքից դուրս, չեմ վախեն այդ բառը ասեմ, ժողովուրդ ես խելքից դուրս, շորեր, կոշիկներ, սապոկներ, կուրտկաներ, ամեն ինչ, պայուսակներ, խելքից դուրս առնում էի, մամաս ինչ են, որ մատից դնեի, մի հատից 4 հատնա ինձ առը, մի հատից 3 հատնա, այսպես լիքը, բայց հիմա արդեն երևի տարիքից է, հետո հասկանում ես, որ իմաստը որն է այդքան հագուստի, եթե օրինակ ամեն սեզոնին կարաս մի քանի հատը ձեռք բերես, հագնես, հետո փոխես, թարմացնես, ավելի լավատենց, քան ծանրանա մնա, լիքը գումարել ես տալիս, ափսոսում ես, որ բան անես, նես չի, որ մամայինց տանն էի, ավելի թանկ էի ես հագնվում, ես էդ էլ կարամ ասեմ, ավելի թանկ էի տալիս ամեն ինչին, քան հիմա, օրինակ տեսեք, այս տաբատը 16,000-ից զեղչվել էր 11,000, բայց այն ժամանակ իմ ամեն մի տաբատը 16-17,000-ից նույնիսկ չէր զեղչվում ու այն վաղտվա 16-17,000-ներ թիվ էր, նենցա որ լիքը մեծ թիվ էր ու իմ կուրտկաները մինչև օրինակ ես ունեցել եմ դրապներ, շուբաներ, չգիտեմ ինչ էր 100,000-ն ու ավելը անցել է, բայց ինչևից է, հիմա մի փոքր այլ կերպ եմ անում, օրինակի համար նայեք, սա գնեցի, սա ինձ պետք էր ու ամուսինս ինձ գումար էր տվել, որ ես սրա հետ լուք հավաքեի, համ պայուսակ էի ուզում, համ իրան ընդհանուր լուք բոթազներով, բայց ինքը բոթազները անակնկալ արեց ինձ, դրա համար դրանից հետո ինձ գումարը տվեց, որ ես չհասցնեմ գնեմ, ինքը ինձ անակնկալ բերի հենց իմ ուզածը, երևի թե մտածել էր կարողա դուրս գամ, ստեղ չճարեմ, որտեղ ես ասեցի, որ կարողա դուրս գամ, ստեղ հենց էսի է սիրտս մտե չգտնեմ, բայց կառնեմ են ինչ որ կար ու ստեղ էլ լավ տեսականի կա ու ավելի թանկ աստեղի տեսականին ասեմ ձեզ, մի խոսքով ու ես գնեցի ընդամենը մի ջինս, բայց ես էլ իրան անակնկալ արեցի, որովհետև ինչի ոչ, այդ ինքը մեզ կարա, բոլորիս անակնկալ անի, նվերներ անի, գումար տամենք մեր ուզածը վերցնենք, ինքը մի քիչ բանը բնավորությունով, որ ասում եմ արի գնանք խանութ չէ, ինձ ոչ մի բան պետք չի, որ պետքա լինում 1000-ից մեկ գալիս է, բայց հիմնականում ժողովուրդ ես եմ առնում իրան, արդեն ռազմերս ես տոշնի բերում եմ, որովհետև միշտ ես եմ անում, ասում եմ դու չես գալիս, գոնե ես կառնեմ, դրա համար, քանի որ ինքը այսենց մեզ բոլորիս սիրուն նվերներ, անակնկալներ, մի հատ նայեք ինձ սիրուն բան եմ իրան վերցրել, լյուքս կոպին է Արմանիի, ուզում եմ մի հատ իրա որակը տենակ ժողովուրդ, հենց լյուքս կոպին է, իրա այսենց ցեփերը, իրա այս լոգոն, այս կողմը, այսենց կարերը ընտիրեք, եք սա էլ հեռվից այսենց ցույց տամ, ինքն էլ շատ ուրախացավ, չէր սպասում, որովհետև այդ գումարը տվել էր, որ ես պետքա ինձ նվերներ գնեի իր կողմից, նայեք ստեղ որակը շատ ընտիր է, ես չգիտեմ տեսախցիկը փոխանցում է թե չէ, ես էլ իրան գնեցի սա, ինքը լյուքս կոպինը, Արմանի արժեքներ, սիրելիներս, սա էլ 13,800 դրամ է, սա էլ դե համարյա 14,000, 13,800 դրամ էլ սա է, ես էլ սենց, ու մենակ սա չի, ամուսնյակիս նվերը, չեք պատկերացնի բան, ասում ախի չես գնել բանքո բաները, որը որ ուզում էիր, ասեցի բա բոլորս ունենանք, ուй, օգվեց բանը, ինը, ընգավ, ընգավաց, ընգավ ներքև երևի, կամ էլ ընգավ, դա ես հիշում եմ գինը սրա,
Սա էլ դրա մայկանը, եկեք այսպես ցույց տամ ձեզ։ Նայեք ինձ սիրուն է, ինքը համ սպորտային է, կարա այդ սպորտի հետ հագնի, համ ինքը ցանկացած ջինսի հետ, ցանկացած տաբատի հետ կարա հագնի, ուզում եմ մի հատ որակը հասկանաք, շատ սիրուն է ինքը, իրան շատ սազեց, բայց ինքը չցանկացա, որ ես իրան այդ պահին նկարեմ, հետո ես իրան կհարմարացնեմ, հագի վրա կնկարեմ որակը ընտիրությունը, ստեղ նայեք իրա որակը, իրա մատերիալը, ընտիրար, ուղակի, կարերը, ցեփերը, կոճակները, շատ սիրուն սպորտ եղավ, առանձին էին վաճառում սիրելիներս, բայց ես որոշեցի վերցնեմ, սկզբից ճիշտը որ ասեմ, վերցրել էի տաբատը, հետո բան արեցի, փոշմանեցի, խի մենակ տաբատը, բա ինչի հետ պետք է հագնի, ու քանի որ հենց նույն ֆիրմայի նույն բանը դրած էր, սիրելիներս, էսի են բաները չի, որ կան ուղակի մի հատ պիտակ են կպցնում վրեն ու Ռոդի Արմանի ինքը հենց բանն է, այդ խանութն է այդպիսին, ես դրա համար սկզբից ասեցի, սա էլ 9000 դրամ էր, սա էր, 13800 շալվարներ, 9000 էր, սա էր, բերեցի, ես էլ իմ ամուսնյակին ուրախացրեցի, որակը ընտիրար չեք պատկերացնի, նայեք այսենց, այնքան հով թեթև է, կարերը այսենց, նայեք, ինքը կարեր չունի նույնիսկ, այսենց ակուրատնի, սիրուն, շատ սազեց իրան, մի հատ մնում է բոթազներ, էտի արդեն ինքը կգնի, որովհետև բոթազներ արդեն ես չեմ կարա բերեմ, այետի չեմ կարա, մի հատ շատ սիրուն բոթազներ էլ թող ինքը բերի ու նույնիսկ կարելի ասենց կտորից բան վերցնի, որ հով լինի ու թեթև լինի, ես ուզում եմ հասկանամ մեր սենց, այսքանը իմ գնումների, իմ անակնկալ նվերը, շատ հավես էր, ինքն ինձ արեց, ես էլ իրան արեցի, անսպասելի երկուսիս համար, մի խոսքով թող առողջ հագնի ինքը, միշտ առողջ լինի, մեր գլխից անպակաս, մենք բոլորս թող առողջ լինենք, սիրելիներս բոլորիդ ընտանիքներին ամենակարևորը առողջություն թող լինի, անփորձանք առողջ եղեք բոլորդ, ամենակարևորը դա է, ոչ անբոքսինգներն է կարևոր, ոչ չգիտեմ, սենց բաները, մարդ ենք, բոլորս էլ ապրում ենք, կենցաղը, հագուստը, մի խոսքով ամեն ինչը, կարիքը լինում է, գնում ենք, անհրաժեշտությունը լինում է, գնում ենք, ու փառք Աստծո, որ ես եկել եմ այն գիտակցության, որ պետք չի խելքից դուրս, պրոստը թեկուս կլինի պատվերների հետ կապված, թեկուս կլինի գնումների հետ կապված, բերել ու լցնել, հետո էլ չիմանալ ինչ անել դրանք, ու ամենակարևորը, ես սիրում եմ գնամ այտենց, մեր մոտի խանութները շատ լավն են, նայեք ինչքան լավ ապրանքներ եմ ես առել, ավելի լավ է ես տեսնեմ իմ աչքով ու գնեմ, որակնել հասկանամ, որովհետև զեղչի տակ էլ շատ լավ, այսենց ընտիր ապրանքներ ա լինում, մենակ ջինսներ, իդեպ զեղչված 11000, իսկ նրանք առանց զեղչի եմ առել, չեմ հիշում առանց զեղչի էր այդ արժեքները, թե արդեն իսկ զեղչված էր այդ արժեքները, բայց դե երևի թե առանց զեղչի էր, որովհետև ինքը շատ գեղեցիկ սպորտ է լինում, արժեքները նորմալի մեջ, սիրելիներս հասանելի բոլորիս, չգիտեմ, նենց էլ չի որ, մի խոսքով, տղամարդիկ էլ իրենց շատ գնումներ, երևի թե տեսակներ կան, որ անում են, տեսակներ էլ կան, որը տենց իրանք շատ գնումներ չեն անում, իմ ամուսինը օրինակ այդպես չի ինքը, չի էլ սիրում խանութներում շատ ժամանակ անցկացնի, իսկ ես հակառակը, ես պատվեր չեմ անի, բայց խանութներում կպտտվեմ, այն որ ասում եմ կնայեմ, կվերցնեմ, կդնեմ, կհասկանամ ու կորոշեմ որն եմ գնում, արդեն ես բանի տաբատը կարիշնիվին, հետո երևի թե ձեռք կբերեմ, կարող է փոշմանեմ, նույնիսկ գալիս է, պա այդպես է դարձել բնավորությունս, մի փոստենց կենտրոնացած կարող ասեմ, վայ ես չի ուզում եմ, ասեմ, հետո ասեմ լավ դե չեմ ուզում ու հոգնեմ ես իրոք դրանից, դրա համար էլի չեմ խոստանում, որ ես կարիշնիվի տաբատ կառնեմ, թե չէ, Էդի արդեն նենց լավ է, որ ես հասել եմ դրան, որ սենց չէ, բան, հիվանդոտի պես գնեմ, չէ, ստեղ ստոպ կա մի հատ, որ ու դու հասկանում ես, որ եթե ես ունեմ լիքը շորեր, հագուստներ, կոշիկներ, չգիտեմ ինչեր, կուրտկա, վերարկու, ամեն ինչից ունեմ լիքը տարբեր, ինչի մի հատ ավելնորդը բերեմ, որ այդ սիրուններս օրինակի համար էլ չհասցնեմ հագնել,
որոնք առել եմ մեծ սիրով ու ուզում եմ գոնե օգտագործեմ ես։ Սա էլ այսպես մեր անակնկալները, մեր գնումները, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ, գիտեմ, որ հիմա շնորհավորելու եք, գիտեմ լավ խոսքեր եք ասելու, սիրելիներս, այն մի փոքրիկ անակնկալներ, որ կարող եք անել միմյանց հանդեպ, թեկուզ ամուսիններով, թեկուզ, չգիտեմ, մի խոսքով արեք եւ ուրախացրեք ձեր սիրելիներին։ Օրինակ, ես չեմ սիրում, որ մեկը մի բան ունենում է, մյուսը անտեսված է լինում, ես չեմ սիրում այդ բանը տան մեջ, ես սիրում եմ կարող է մի բանը մեկը ունենամ, բայց աշխատում եմ հարմարացնեմ մի շատ չանցած մի բաներ այն մեկին անեմ, որ հանկարծ չլինի խտրականություն, տարբերություն, չգիտեմ, ես օրինակ իմ ամուսնու հանդեպել եմ այդպես, ես երեխաներիս մեջ էլ չեմ դնում, ես իմ ամուսնուս մեջ էլ չեմ դնում, տես ինքը կարա ինձ մի հատիկ մի չոք նվիրի, ես չեմ ուզում, որ ինքը չունենա այդ, ես ուզում եմ 10 մի հատն էլ իրան անեմ, ես այդ իմ բնավորությունն է, թեկուզ աշխատող, բերող, տանջվողը ինքն է ու ավելին արժանի, ինքն էլ նույնը ասում է մեր համար, իմ համար, որ ես էլ մեծ աշխատանք եմ, այն որ մամա ես, տնային տնտեսուհի ես, խոհարար ես, ամեն ինչ ես, ու պելուս սա էլ իմ վլոգը մեծ աշխատանքներ է էկրանից այն կողմ առանց ձեզ տուն, մամա, մի խոսքով գիտեք բոլորդ, ինքն էլ է դա գնահատում, ինչի համար ես շնորհակալ եմ իրան, որ ինքը հասկանում, գնահատում եւ ըմբռնումով է մոտենում։ Դրա համար ես օրինակի համար չեմ մտածի բանը, ինքը ինձ արեց, ինձ հասնում էր, իրան չէր հասնում կամ ինքը չի ուզում չանեմ, ես մտածում եմ այնպես, որ եթե ինքը չի ուզում, չի գնում, մեկը պետք է անի իր համար ու այդ իր մեկը ես եմ, իր կողակիցը, իր կինը, ես էլ պետք է պարտադիր իր համար լավ բան անեմ, որովհետև ընենց չլինի, կոպիտ ասած, երեխեքին ու ինձ լինի, իրան չլինի, այ այդ բանը երբեք ես ոչ մի տեղ, ոչ մի բանի մեջ այդ տարբերությունները, խտրականությունները չեմ սիրել, չեմ սիրի ու չեմ հանդուրժի ցանկացած մարդու բնագավառի, ցանկացած հարցերի վերաբերյալ։ Դե ինչ, չերկարացնեմ, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ, պաչիկներ բոլորիդ, տեսնենք որտեղ կհանդիպենք։ Երևի թե ինձ թվում է սա առանձին վլոգ կլինի, տեսնենք ոնց կլինի, առայժմ սիրելիներս կհանդիպենք։ Սա էլ սիրելիներս, այսպես ասեցի մի հատ շրջեմ, համ գույներն այսպես լավ պարզ երևում, համ տեսքը, սա իմ ամուսնյակիս շորերը, մատերիալը նայեք ինչ լավն է, այս երևի բան դիվանու վրա դրեցի, բան հավաքեց սևը, նայեք ինչքան ընտիր լավ, սենց որակի ապրանքա ինքը շատ իր տաբատի հետ, սա էլ իմ բոթազները, իմ սիրուն բոթազները, շատ սիրուն է, դեղին է ցույց տալիս, չգիտեմ, ինքը շատ նուրբ, կրեմվի գույն է, սիրելիներս, այսպես, սա էլ իմ բոթազները, այսպես, այսքանը մեր գնումները վերջնական տեսքը, հուսով եմ հավանեցիք, հուսով եմ դուրներդ եկավ, վլոգն էլ, հագուստներն էլ և ձեր հարցերի պատասխանը տվեցի սիրելիներս թեմուի հետ կապված։ Դե ինչ, առայժմ անջատեմ, կհանդիպենք սրտիկներս։ Սա էլ ամենասկզբի բերած գույնը, որ ասեցի կարիշնիվին բերել էր, նայեք ինչքան գեղեցիկ գույն է, բայց նա էլ է շատ գեղեցիկ, շատ եմ սիրել։ Սա էլ է սիրուն, նա էլ է սիրուն, շնորհակալ եմ ամուսնյակիս։